Մայր Հայաստան դաշինքը գյումրեցիներին է ներկայացել քաղաքի ընթացիկ կառավարման և հեռանկարային զարգացման իր ծրագրով։ Միացիր, որ փոխենք կարգախոսով Մայր Հայաստանի քաղաքապետի թեկնածուն գործարար Կարեն Սիմոնյանն է։ Մայր Հայաստան դաշինքը միակ ուժն է այսօր, որը առաջարկել է Գյումրիի զարգացման հեռանկարային ծրագիր։ Մնացած ծրագրերն էլ են կարևոր, բայց նրանք ընթացիկ են։ Եթե չկա գլոբալ զարգացման ծրագիր եւ տեսլական, ավելորդություն եմ համարում մնացած մանր ծրագրերի մասին լալահաջո ճառերը։ Հեռանկարում Գյումրիի զարգացումն է որպես տնտեսական ազատ գոտի հարկային արտոնյալ պայմաններով։ Արտոնյալ քաղաքի մոդելը ըստ ծրագրի կապահովի մինչև $500 միլիոն ներդրում, 15,000 աշխատատեղ եւ կխթանի բիզնեսը։ Հայաստանի բիզնես, մշակութային եւ զբոսաշրջության մայրաքաղաք, սա է խոստանում Մայր Հայաստանը Գյումրիում կառավարման ղեկը ստանձնելու պարագայում։ Հետ նահանջ չկա, յուրաքանչյուր խոսք, որ դուրս է գալիս իմ բերանից, շատ արագ վերածվում է գործի։ Դա ապացուցվել է եւ արձագանքը ստացել եմ գյումրեցու կողմից եւ շատ պարտավորեցնող է, որ ել ավելի լավը լինենք, որ ել ավելի արձագանքներ ստանանք։ Մարտի 30-ին սպասվող ավագանու ընտրություններից թեկնածուի նվազագույն եւ առավելագույն ակնկալիքներն են։ Նվազագույն պայման մեր դեմ դրած դա քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը իշխանազրկելն է եւ ունենք մաքսիմում պլան ստանձնել քաղաքի կառավարումը, կազմակերպել որակյալ կառավարում։ Դաշինքի նախընտրական ծրագրի քաղաքական բաղադրիչն է Գյումրիով հասնել համապետական փոփոխությունների։ Մայր Հայաստան դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ընդգծեց, իր թիրախում Գյումրու քաղաքապետի քաղաքացիական պայմանագրի թեկնածուն չէ, այլ Նիկոլ Փաշինյանը։ Բյուջեի արդյունավետ կառավարումից մինչև ասֆալտապատում, թափառող շների խնդրի լուծումից մինչև քաղաքի տրանսպորտի աշխատանքային ժամերի ավելացում, պատմամշակութային արժեքների պաշտպանություն, կանաչապատում, խելացի քաղաքի մոդելի կառուցում ու աղբահանության կառավարում։ Սրանք էլ դաշինքի ընթացիկ ծրագրերն են քաղաքի կառավարման վերաբերյալ։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, լուրեր։